բանա, այտենց 7-ամյա պատմություն ավելի քան գուցե ես առիթ ունեցել եմ ասելու, երբ որ պետական կառավարման համակարգում դրոշի հետ ես վերաբերմունքի հետ առերեսվեցի ու ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր շատ շատերի համար, երբ որ պետական կառավարման մարմնում ըստ էության գետնին գցած դրոշ տեսա, դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրի եւ պարզվեց, որ այդ որոշման հետ կապված այդքան էլ միանշանակ չի կարծիքը արժեր տենց անել, թե չարժեր։ Հիմա մենք նաեւ ունենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ենք փոփոխություններ արել, պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար, որովհետեւ մենք ընդհանրապես մենակ դրոշի բան չի, դեպքում չի տենց ամեն ինչի դեպքում է տենց, որ դրոշ տանում ենք, միտեղ տնգում ենք, ասում ենք, էս ինչ լավ գործ արենք, հետո այդ դրոշը կմաշի, կճղվի, կքրքրվի, ինչ կլինի, որ այսինքն ոչ մեկի հոգսը չէ դա, մենք ընդհանրապես կարծում եմ պետք է արձանագրենք, որ ցանկացած բան ինքը սպասարկում է պահանջում, հետագա սպասարկում է պահանջում, այն որ դու ինչ որ մի բան ինչ որտեղ դրիր, դա վերջը չի, դա ընդամենը սկիզբն է, որ իր մասին պետք է հոգ տանել, ասենք մենք շենքը կառուցեցիր, դպրոցը կառուցեցիր, հանձնեցիր շահագործման, այդ վերջ չի, այդ սկիզբն է, որովհետև հակառակ դեպքում նշանակում է դա դատապարտել ֆիզիկական եւ բարոյական մաշեցման եւ սա նաեւ այդ ընկալման փոփոխություններ են, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն քննարկվող թեմայի հետ եւ առաջարկում եմ ընդունել այս որոշումը եւ ոչ միայն ընդունել, այո, մենք էլ մեր վարվեցողության մեջ պետքա բան անենք, որոշակի փոփոխություններ անենք, որովհետեւ այդ թվում կեցվածքի մեկի մյուսի առումով կարգավորումներ են նախատեսված եւ խնդրում եմ, որ մենք տեքստին ծանոթանանք եւ նաեւ մեր համապատասխան արարողակարգային ծառայություններին էլ զգուշացնենք, որպեսզի միջոցառումների կազմակերպման ժամանակ մասնակիցները տեղեկացվեն, որպեսզի էլի գրածը թղթի վրա չմնա, հետո պարզվի, որ մենք այդքան էլ չենք կատարում մեր կայացրած որոշումները, բայց այստեղ խնդիրը մեն ֆորմալ որոշման կայացման մասին չի, խնդիրը, գիտեք ինչ, երբ հնչում է օրհներքը, դա առանձնահատուկ իրադարձություն է։ Էական չի, որտեղ է հնչում, ինչ առիթով, երբ որ հնչում է օրհներքը, դա առանձնահատուկ իրադարձություն է։ Եվ ինչ այլոց, եկեք այդ բանն էլ, դրանով էլ ենք, չէ, խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանում եք 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ